Արտակարգ իրավիճակ է մոնումենտում, Ազատության պողոտայում երթևեկելի գոտու մոտ ջրի խողովակը ենթադրաբար պայթել է և հեղեղում է փողոցը։ Դեպքին ականատես է եղել 21 TV News-ի թղթակիցը։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրքերը կրկին լարվել են։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ռուբեն Ռուբինյանին մեղադրել է նիստերը նախորդ 8-րդ գումարման խորհրդարանի ոճի վերածելու համար։ Կարապետյանի դիտարկումը դահլիճում լարվածություն է առաջացրել, քանի որ նա իր խոսքն ու դժգոհությունը Ռուբինյանին փորձել է փոխանցել մեկ այլ падգամավորի՝ Ալխազ Ղազարյանի միջոցով։ Տիկին Ղազարյան, խոսքս ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով եւ աշխատենք կոնկրետ գործերի վրա։ Ռուբինյանն առանց արձագանքի չի թողել ելույթը Ալխազ Ղազարյանի միջոցով զգուշացնելով, որ ցանկացած դրսևորում արժանանալու է հայելային վերաբերմունքի։ Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմիցս եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը։ Եվ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի հուսով եմ։ Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ ընդդիմությունը գործադրում է վերջին ջանքերը կանխելու խորհրդարանում անցյալի միջադեպերի կրկնությունը։ Մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու, չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Իրավապահ մարմինները պարզել են օգոստոսի 13-ին մահացած զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան հանգամանքները, հայտնել է Արմլուրը։ Ըստ նախնական տվյալով ինքնասպանություն գործած զինվորի գործով կալանավորվել է ժամկետային զինծառայող։ Դիրքում մի քանի անգամ զինծառայողները քնած են տեսել նրան, ինչը ներքին տարաձայնությունների պատճառ է դարձել։ Ծառայողների միջև լարված խոսակցությունները այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։ Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել է քաղաքապետարանի կասկածելի գնումների մասին փաստեր, մասնավորապես դիզվառելիքի շուկայականից բարձր գնով ձեռքբերումը։ Երևան ավտոբուս ՓԲ-ի կողմից անցկացված ԵԱ-ՄԱԱՊՁԲ 26-25 ծածկագրով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքաբերվում դիզվառելիք, 1 լիտրի արժեքը 545 դրամ։ Այդ ոչինչ էլ որ մի անձից են ասը, կասեք միգուցե էժան են առել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ նույն ժամանակ լցակայաններում մանրածախի արժեքը եղել է 510 դրամ մաքսիմումը։ Ոնց է լինում, որ շուկայում այդ նույն բանը մանրածախը ծախում են 510 դրամով, դուք մեծածախը առնում եք 545 դրամով։ Էս ինչ ուժեղ առևտուր անող եք դուք։ Ու մեղադրում են պարոն Ղազարյանին չգիտեմ ինչի մեջ։ Կարող է հիմի մի հատ Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք։ Այդ է արդար կլինի։ Ձեր գործընկերոջ։ Բոլոր փաստերի համար պատասխանատվություն եմ կրում։ Ստեղ գործընկերներ կային ասում էին, բա դատախազությանը դիմի։ Դատախազությունը մենակ մի պարագայում է ինձ արձանագրում, երբ որ ձեռքս լինում է մի հատ յոգուրտի շիշ, մի հատ նկար։ Խոսելով տարածքային կառավարման խնդիրների մասին, Մանուկյանը կառավարությանը մեղադրել է խոշորացման անվան ներքո գյուղերը դատարկելու համար, որպես օրինակ բերելով Շիրակի մարզի Ամասիա համայնքը։ Ամասիայում 19 դպրոցից խոշորացվելու արդյունքում 15-ը փակվում է ժողովուրդ։ 15-ը փակվելով դուք նպաստում եք, որպեսզի գյուղը դատարկվի, շատ ուղիղ գյուղը դատարկվի։ Հաջորդը նույն այդ շրջանից հանում եք դուք զինկոմիսարիատը, անձնագրային կետը, գյուղացիների համար կյանքի դժվարություն եք ստեղծում։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովանիսյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքի զրկելու եւ կառույցից հեռացնելու մասին խոսակցություններին։ Երևանը դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ նման կոնկրետ որոշումներ լինեն, ասել է նա։ Իշխանական պատգամավորի խոսքով Հայաստանը սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ եւ չի ճանաչել այն սահմանները, որոնցով երկիրը անդամակցել է կառույցին։ Մեր դիրքորոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Խոսելով ապագայում անվտանգային այլ կառույցի անդամակցելու հնարավորության մասին, Հովանիսյանը հայտնել է, որ այս պահին նման հարց չի քննարկվում։ Փոխարենը Հայաստանը զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը եւ գնում անվտանգության դիվերսիֆիկացման ճանապարհով։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական, այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ։ Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, եւ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ասել է նա։ Մասադիկովի խոսքով անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը Երևանի հետ քննարկելու բոլոր հարցերը առանց բացառության, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքներում հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնմանը։ Եվրամիությունը պատրաստվում է աշտանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով աշտանը Բրյուսելը կներկայացնի պատերազմի սկզբից ի վեր հակառուսական պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը։ Եթե առաջարկը արժանանա միության անդամ բոլոր երկրների հավանությանը, սև ցուցակում հայտնված ռուսաստանցիների ընկերությունների եւ կազմակերպությունների թիվը միանգամից կաճի 1/3-ով, ասել է Կալասը, նշելով, որ Եվրամիությունը շարունակելու է ճնշումը այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը։ Թե կոնկրետ ում եւ որ ոլորտներին կվերաբերեն նոր սահմանափակումները դեռևս չի հստակեցվել։ Ըստ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի, միայն արդեն իսկ գործող սահմանափակումները ռուսական տնտեսությանը հասցրել են ավելի քան 1 տրիլիոն եվրոյի վնաս։ Ուկրաինան առաջին անգամ սկսել է կիրառել բրիտանական արտադրության դրոններ Ռուսաստանի խորքում թիրախներ խոցելու համար, հայտնել է բրիտանական Times-ը։ Երկրում գրանցվել է անօդաչուներով ամենազանգվածային հարձակումներից մեկը։ Մոսկվայի երկնքում արձանագրվել է շուրջ 600 ուկրաինական ԱԹՍ։ Հարվածը հասցվել նաև Պոդոլսկում գտնվող Վալբերիսի խոշորագույն պահեստներից մեկին։ Դոնեցկում անօդաչուի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Գալակտիկա առևտրի կենտրոնում։ Օդեսայում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուսական ԱԹՍ-ն թիրախավորել է Էպիցենտր հիպերմարկետը։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ստորագրած համատեղ պաշտպանության մասին եռակողմ համաձայնագիրը անվանել է կարևոր առաջին քայլ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը միավորվում եւ ինչպես նրանք վերջապես կկարողանան ավելի արդյունավետ պաշտպանվել, գրել է Թրամփը։ Խոսելով Իրանի հետ հակամարտության մասին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շատ շուտով լավ բաներ են տեղի ունենալու։ Այսօր օգոստոսի 17-ին լրանում է Իսլամաբադի հուշագրով հաստատված ԱՄՆ-Իրան 60-օրյա հրադադարի ժամկետը։ Չնայած պակիստանյան աղբյուրները օրեր առաջ հայտնել են հրադադարի երկարաձգման շուրջ Վաշինգտոնի եւ Թեհրանի համաձայնության մասին, իրանական բարձրաստիճան աղբյուրը հերքել է դա, պնդելով, որ նման քննարկում չի եղել։ Ճապոնիայում մոլեգնող հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 10-ի։ Տարերային աղետը տարածաշրջանում զանգվածային հեղեղումների եւ սողանքների պատճառ է դարձել, վնասելով բնակավայրերին ու ենթակառուցվածքներին։ Իշխանությունն ու փրկարարական ջոկատները աշխատում են արտակարգ ռեժիմով, օգնելով աղետից տուժած քաղաքացիներին։
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդոն ակնարկել է մարզական կարիերայի հնարավոր ավարտի մասին։ Լեգենդար հարձակվողը նշել է, որ ընթացիկ տարին կարող է եզրափակիչը լինել իր ֆուտբոլային ճանապարհին։ Սա հավանաբար ֆուտբոլում իմ վերջին տարին է։ Ես արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու թոշակի անցնելուց հետո։ Շատ ծրագրեր ունեմ, ասել է Ռոնալդոն։ Թե կոնկրետ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստը մեծ սպորտից հեռանալուց հետո առայժմ չի բարձրաձայնել։ Այծերը ԱՄՆ-ում ավտոբուսով երթևեկել են, նրանք շատ հանգիստ մտել են ներս, իսկ երբ հասել են նախընտրած կանգառը, կենդանիները սովորականի պես դուրս են եկել։